Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ծավալուն հոդվածով անդրադարձել է ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներին, նկատելով աշխարհը թևակողել է իր բնորոշմամբ քվանտային քաղաքականության վտանգավոր դարաշրջան։ Զուգահեռ անցկացնելով խորհրդային եւ ներկա ժամանակաշրջանների միջև Արմեն Սարգսյանը փաստում է, եթե խորհրդային միության տարիներին մարդու համար կանխատեսելի էր իր ապագան դպրոցում սովորելուց մինչև խորը ծերություն, ապա այսօր դա անհնար է։ Ըստ Սարգսյանի խորհրդային միության փլուզումից ավելի քան 3 տասնամյակ անց մենք սուզվել ենք անորոշության մի նոր դարաշրջան, որտեղ լուծարվել է կանխատեսելիությունը։ Արևմուտքը քանդել է իր սեփական պաշտպանիչ մեխանիզմները, շուկաներն ազատականացվեցին ավելի արագ, քան սոցիալական պայմանագրերը կարող էին հարմարվել։ Անհավասարությունը խորացավ, իսկ վստահությունն ինստիտուտների, փորձագետների եւ ընդհանուր ճշմարտության հանդեպ թուլացավ։ Այս քայքայումը ստեղծեց բերի հող բևեռացող պոպուլիզմի համար քաղաքական գործիչները, որոնք սնվում են բաժանումից, շոուից եւ խաթարումից, դարձան դրա գլխավոր շահառուները։ Սարգսյանի խոսքով այս նոր իրականությունում դաշինքները հեղուկ են։ Իշխանությունն ավելի քիչ է իրականացվում ինստիտուտների միջոցով եւ ավելի շատ խաթարման տեղեկատվությունը գոյություն ունի միաժամանակ մի քանի վիճակներում, երբեմն հստակ եւ հեղինակավոր, երբեմն ցրված եւ անկայուն։ Այս տեսանկյունից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նման գործիչներն ավելի հեշտ են հասանելի դառնում։ Նրա անկանխատեսելիությունը շեղում չէ, դա նրա մեթոդն է։ Փոքր պետությունների համար այս քվանտային դարաշրջանը հատկապես վտանգավոր է դասական աշխարհում, կանոնները կարևոր են, միջազգային իրավունքը, բազմակողմ ինստիտուտները եւ դիվանագիտական ավանդույթները փոքր պետություններին տալիս են պաշտպանություն եւ ազդեցություն։ Քվանտային աշխարհում, որտեղ նորմերը մոխիր են դարձել, իսկ երաշխիքները դատարկ խոսքեր, փոքր պետությունները մնում են բաց ու խոցելի, ստիպված լինելով նավարկել մեծ ուժերի միջև սխալ նվազագույն հնարավորությամբ, ընդգծում է նախագահը։ Եզրափակելով իր դիտարկումները Արմեն Սարգսյանը նկատում է կայուն քաղաքական ենթադրությունների, աստիճանական փոփոխությունների եւ կանխատեսելի արդյունքների դասական աշխարհը չի վերադառնալու։ Մեր խնդիրը հասկանալն է այն, ինչը ձևավորվել է, եւ հստակ, հանգիստ ու ռազմավարական մտածել այն մասին, թե ինչպես գործենք դրա ներսում։